Վերնատուն Հանրային ռադիոյի ուղիղ եթերում Վերնատունն է, ես Նազելի Օհանյանն եմ, ողջույն սիրելի ռադիոլսողներ, Հանրային ռադիոյի կայքեջում ու նաև Facebook-յան հարթակում այս պահին մեզ դիտողներ։ Իմ հյուրն այսօր գրող, թարգմանիչ, զբոսավար Ջորջ Աբրահամյանն է, իսկ հանդիպման առիթը այս գիրքն է Գազելներ Ռումիի, որը տպագրվել է օրերս, վերջերս կարելի է այսպես ասել։ Ողջույն Ջորջ, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Այս հաղորդման նպատակը 13-րդ դարի պարսիկ հանճարեղ, այսպես բանաստեղծի, սուֆի, միստիկ Ջալալադ-Դին Մուհամեդ Ռումիի այսպես գազելների ժողովածուն է, որը հայերեն կարծես թե բնագրով առաջին անգամն է տպագրվել։ Ես շնորհավորում եմ ձեզ։ Սովորաբար մեր օրերում Իրանի մասին զրույցները կապված են այսպես տխուր իրադարձությունների հետ, որ օրերս վերջերս ենք այսպես ականատես եղել։ Մեր օրերում ընդհանրապես սիրո համերաշխության մասին զրույցները պակասել են եւ հուսով ենք Ռումին այդ առիթը մեզ կընձեռնի։ Կուզեի արդիականության մասին խոսել, ընդհանրապես պոեզիայի արդիականության ու հատկապես Ռումիի արդիականության մասին, արդյոք այս ժամանակներում այս խառնակ, այսպես ասած, եւ Իրանի եւ ամբողջ աշխարհի համար գուցե արդիական է Ռումին։ Առհասարակ սխալ կարծիք կա, որ պոեզիան հիմա արդիական չէ, բայց երբ ես սկսեցի ավելի, ասենք, Խաֆեզը, հետո Ռումին լուրջ ընթերցումներ կատարել, ես հասկացա, որ ընդհակառակը հիմա մեր ժամանակներում խիստ մեզ անհրաժեշտ է պոեզիան առհասարակ եւ արդիական է, որովհետեւ նրանք, որ ոչ միայն, ասենք, արևելյան պոեզիա, այլ առհասարակ, ինչու ոչ հենց մեր հայկական պոեզիան, ինձ թվում է մի քիչ պետք է ավելի շատ կարևորել պոեզիայի դերը։ Ռումին ինչ խոսք։ Իսկ այն ինչ ասում է Ռումին։ Իսկ Ռումին, ասեմ, շատ հետաքրքիր պոետ է, բանաստեղծ է, որովհետեւ մինչեւ այսօր նրան արդիական է եւ Եվրոպայում եւ հատկապես Միացյալ Նահանգներում մի փոքրիկ բան, այսպես ասեմ, որ Սերժ Թանգյանի ռոք հայ երաժիշտ Սերժ Թանգյանի որդու անունը Ռումի է, հենց դա նշանակում է, որ ինչքան այդ երաժիշտը համակրում կրանք ունի Ռումի նկատմամբ եւ մի կլիպ է նկարել վերջերս հենց Ռումի անունով, նվիրել է իր որդուն եւ այնտեղ շատ գեղեցիկ հետո նկարագրում է, համեմատում այդ երկու ներողություն Ռումիններին իրար հետ եւ կարծում եմ կարժի նաեւ դիտել այդ։ Ասում են, որ Ռումին առհասարակ կրոնական եւ ազգային սահմաններից դուրս պոետ է, ու թերևս դա է պատճառը, որ ԱՄՆ-ում կամ Արևմուտքում այդպես շատ մեծ ուշադրություն կա, ենթադրում եմ, որ այդպես է, եւ իր գրքերը մինչ օրս կարծես թե վաճառվում է շատ միլիոնավոր օրինակներով, այդպիսի կարծիք նույնպես կա։ Դուք ինչով եք դա բացատրում, ընդհանրապես արևմուտքի սիրտը ինչով է այսպես գրավել այս բանաստեղծը։ Ռումին, տեսեք, օրինակ, եթե համեմատենք Հաֆեզը եւ Ռումին իրար հետ, Հաֆեզը ավելի իրանական է, այսինքն տենց իրանական նախշեր, գույներ, ընկալումներ շատ կան։ Հաֆեզը ավելի համամարտկային տենց պատկերներ է ներկայացնում եւ ինձ թվում է թե հակառակը։ Ներողություն, հակառակը։ Ռումին ավելի համամարտկային արժեքներ է ներկայացնում, խոսում է այնպիսի հասկացությունների ու երևույթների վերաբերյալ մասին, որ ինձ թվում է բոլորը պետք ունեն, այսինքն մի անգամ որ կարդում ես, նորից զգում ես, որ պետք է նորից կարդաս, Հայաստանում ինձ բացը շատ մեծ էր, ես զգում էի, որ պետք է անպայման լինելով մենք շատ մոտիկ իրանցիներին համարվում ենք բարեկամ երկրներ, բարեկամ ժողովուրդներ, բայց
ես կարծում եմ պոեզիան եւ գրականությունը այն շատ լավ միջոցն է, որպեսզի ներկայացնելով ավելի ցույց տալ երկու ժողովուրդների այդ ընդհանրությունները եւ այն արժեքները, որ կարծում եմ երկու ժողովուրդներն էլ կրում են։ Շատ լավ, ես միտեղ կարդացի, որ ժամանակակից աշխարհում Ռումիին ընկալում են որպես հոգևոր բժիշկ եւ նրա խոսքը ընդհանրապես խաղաղության, էգոն հաղթահարելու ու նաեւ բնության հետ ու տիեզերքի հետ կապ ստեղծելու մասին է։ Շատ ճիշտ է, շատ Ռումին ամբողջության ներդաշնակության մասին է, սիրո մասին է խոսում եւ քանի որ տեսեք իսկ որ Իրանում ընկալում են իրեն որպես բժիշկ, այսպես հոգևոր բժիշկ։ Եվ տեսեք, քանի որ ընդհանրապես Ռումի անունը կապված է Սամայի հետ եւ Սաման մի տեսակ ծիսական պար է, որ սուֆիներն են պարում, վերջերս շնորհանդեսին, որ տեղի ունեցավ հենց Տվինում մեր տանը, Սամայի վարպետներ եկան երկուքին եւ բոլոր զարմացան, որտեղ ամբողջ այդ շնորհանդեսի ժամանակ իրենք պտտում էին իհարկե երաշտյան ներքո եւ Ռումին ինքը այդ մեծ մասամբ իր գազելները գրել է հենց այդ չի գրել, ներշնչվել է եւ արտահայտել է, հետո իր աշակերտներն են նրան գրել։ Շատ հետաքրքիր է, անընդհատ իր հետ ոնց որ պտտում ես եւ այդ պոեզիան էլ հենց այդ պտույտն է, որտեղ անընդհատ դու կարող ես շարունակել, կարդալ եւ մեդիտացիայի ազդեցություն է թողնում։ Այսինքն Ռումին մի բանաստեղծությունը թվում է, որ չավարտվեց, ինքը դեռ շարունակվում է եւ դա շատ հաճելի զգացողություն է այդ մեդիտացիան, որը Ռումի գազելների միջոցով վարակում է ընթերցողին։ Իսկ այդ գազելներում երևում է այդ շարժումը, այդ պտույտը։ Այո, նույնիսկ ռիթմերը զգալի է, այսինքն բոլոր համարյա 80% տեսեք Ռումին ճիգուջանք չի տապել գրելու համար։ Ինքը սկսել է այդ բարի կամ առհասարակի այդ վիճակում, որ հայտնվել է սուֆիական, արտաբերել է եւ դրա համար ինքը այնքան այդ վիճակներում շատ է եղել, որ մոտավորապես 5000 գազել ունի։ Գազելները տեսեք օրինակ հիմա պատկերացրեք Հաֆեզը 50 տարվա ընթացքում գրել է 500 գազել ընդամենը եւ դրանով է հռչակվել։ Հաֆեզը շատ խիստ էր, բծախնդիր էր իր պոեզիայի նկատմամբ, ինքը անընդհատ խմբագրում էր, ասում են երևի շատ բաներն էլ որ հրատարակվել է, ինքը եթե ողջ լիներ այդ հրատարակման ժամանակ չէր համաձայնվի, դրանք չէր թույլ տա որ հրատարակվեր, բայց Ռումին ոչ, Ռումին այդ վիճակից ելնելով անընդհատ ինքը արտասանել է եւ այդ վիճակը որ շատ է եղել, ուրեմն շատ էլ գրի են արել։ Շատ լավ, եկեք խոսենք ձեր թարգմանական փորձառությունից, հետաքրքիր է թե ինչ աշխատանք եք տարել, հետազոտական եւ այլն։ Դե ես կարող եմ ասել պատանեկությունից հետաքրքրվել եմ իրանական պոեզիայով, շատ եմ սիրել Հաֆեզ եւ հատկապես Ռումի, բայց երբ որոշեցի որ թարգմանել, դե բնականաբար պետք է կարդացի բազմաթիվ գրքեր, ուզում էի ճիշտ ընկալել, գիտեք իրանական պոեզիան խիստ փոխաբերական է, այսինքն նույն բառի տակ, նույն նախադասության տակ կարելի է տարբեր բաներ ընկալել, դա պարզապես պատճառը երկրում տիրող իրավիճակն է եղել, այսինքն չեն կարողացել այդպես բաց ասել եւ դա ստեղծել է մի տեսակ արվեստ, որը յուրահատուկ է հենց Իրանին, նույնը կարելի է նկատել օրինակ կինոյում, գրականության մեջ եւ այլն։ Այսինքն դա սիմվոլներով արտահայտվելու մասին է խոսքը։ Շատ խիստ սիմվոլիկ է եւ Ռումի բանաստեղծությունները ամբողջ եւ այդ սիմվոլները պետք է հասկանալ։ Երբ գիրքը հրատարակվեց, ես հասկացա, որ
ծանոթագրությունները քիչ են, պետք է ավելի շատ լիներ, որովհետև մոռացել էի, որ հայ ընթերցողը այդքան այդ ծանոթ չէ այդ խորհրդանիշերի հետ, ծանոթ չէ եւ պետք է ավելի շատ ներկայացնել, վերահրատարակվելու է շուտով գիրքը ավելի շատ ծանոթագրություններով։ Այո, որպեսզի բացենք ընդհանրապես Ռումիի խորհրդանշական այդպես Այո, շատ բաներ կա, որ չգիտեմ, այդ պահին երևի ես ուշադիր չեմ եղել ծանոթ, մտածել եմ, շատ բառեր կա, շատ ընկալումներ, շատ այդպես խորհրդանշական խոսքեր կան։ Օրինակ եղեգնյա սրինգը միայն սրինգ չէ։ Այո, գինին օրինակ ամենավառ յարը հաճախ ռումի մոտ արարիչն Աստվածը։ Այսինքն 80% իր բանաստեղծությունների մեջ անընդհատ դիմում է յարին, բայց այդ յարը ոչ թե սիրեկանն է կամ սիրուհին է, այլ Աստվածը եւ Աստծո հետ այդպես է ինքը շփվում։ Իմիջայլոց ասեմ, անպայման պետք է հիշել Շամսին, Թավրիզից է եղել, դրա համար անդադ պոեզիայի մեջ եմ Թավրիզի Շամս, Թավրիզեցի Շամսը իր ուսուցիչն է եղել, ինքը շատ պատահաբար հանդիպում է եղել իրանց մեջ եւ ինքը մեծ սուֆի միստիկ է եղել Շամսը եւ երբ Ռումին հանդիպել է նրան այնքան է տարվել Շամսով եւ Շամսի գաղափարներով, որ ամբողջությամբ, այսինքն եթե այդ հանդիպումը չլիներ, չէր այս գազելները, չէին Ռումին չէր լինի, Ռումի չէր լինի իսկապես։ Դրա համար շատ կարեւոր է, որ անպայման տեսեք օրինակ գազելի վերջում սովորաբար բանաստեղծը իր անունն է տալիս, ինչպես Սայաթ Նովան Աֆեզը, բայց Ռումին ոչ մի տեղ իր անունը չի տալիս վերջում, այլ Շամսի անունով է վերջացնում։ Իսկ ինչպես եք ընտրել գործերը, թե դրանք ուղղակի ընտրված են եղել դուք։ Կարևորել եմ այն բանաստեղծությունները, որոնցով Ռումին ճանաչված է, ոչ հատկապես Իրանում եւ, չգիտեմ, երբ աշխարհում։ Շատ նույնիսկ երգել են, շատ են երգել այդ բանաստեղծությունները, ասմունքել են, օրինակ Մադոննա գերաստղ Մադոննան արտասանել է Ռումից, անգամ կարծում եմ երգել է, ռոք խմբեր կատարել են իր երգեր։ Այո, եւ ավելի շատ այդ, այսինքն բնականաբար 5000 գազել չէի կարող թարգմանել, ընտրել եմ նրանց մեջից այն ամենանները, որ շատ սիրում եմ։ Մոտավորապես 200 քանի։ Մոտավորապես 300, այո, մոտավորապես 300, մի քիչ։ Ես առաջարկում եմ մի դրանցից մեկը կարդալ, եթե այո, հատկապես որ նազելի անունն է շոշափում այստեղ։ Հատկապես։ Տես կամած բյուր հարփածների երամն է գալիս։ Կամած տես գինեպաշտներն են գավաթով գալիս։ Սիրեկանները, նազելինները ճանապարհին են, վարդերեսները Վարդաստանից են մեկ առ մեկ գալիս։ Կամած այս գոյ ու անգոյի աշխարհում անծիր անգոյակները հեռանում են ու ողջերն են գալիս։ Բոլորի փեշերում ոսկի ասես հանքարան, ընչազուրկների համար են առատ ձեռքերով գալիս։ Նիհարներ դժգույն, նիհարներ վտից, սիրո արոտից, տես քաջարողչի ապակինվածի նման են գալիս։ Եվ վերջում բերքարատ լինին այն այգին, որի թարմ պտուղները հանուն Մարիամի ձմռան ցրտին են քաղցրավետ գալիս։ Նրանց կորիզը բարությունն է ու բարով են գալիս, գնում են այգուց եւ այգեստան են կրկին հետ գալիս։ Իհարկե մի մասը կարդացի, որ առասարակ հետաքրքիր է, որ Պարսկերենը իր երաժշտականությամբ է հայտնի ու հետաքրքիր է նաև թե ինչպես է ձեզ հաջողվել Ռումիի այդ գազելների ռիթմիկ կառուցվածքը հայերեն բերել, հայերենի տիրույթ բերել։ Չգիտեմ, մի քիչ ես որովհետև երաժշտությունից շատ հեռու չեմ, երբ Ռումիի կարդում եմ, ես զգում եմ այդ երաժշտությունը, նույնիսկ որոշ բանաստեղծություններ կան, որ
այդ խորթ են մեր ասենք իր երաժշտական ռիթմը խորթ է, այնտեղ կտեսնեն օրինակ 3 ոդկա, Չարենցն ունի դոփում են, ռումին շատ ունի այդպես եւ շատ այնց դոփելու եւ բանը տպավորությունը տոնում։ Ես նախընտրեցի հենց այդպես թողնել, որպեսզի ընթերցողը ծանոթանա, թե ասենք երբ ասում ենք ռիթմի տակ ապրել, ինքը սաման ինչպես է եղել։ Շատ դափի բանա տպավորություն է տալիս, որովհետև այդ սաման հաճախ դափի ձայնի տակ է եղել։ Իրանական դափ շատ մեծ դափ է եւ շղթաներով է եւ այդ դափի տակ են բազմաթիվ դափի, ասենք, դափահարներ նվագել են եւ սուֆիները ապրել են։ Այս սուֆիների բարը մինչեւ այսօր ասեմ, որ շարունակում ամեն տարի մոտավորապես, եթե չեմ սխալվում, նոյեմբերին հավաքվում են Կոնյա, որտեղ մահացել է աշխարհի 4 կողմերից սուֆիներ, սամայի պարողներ եւ շատ մեծ միջոցառում է տեղի ունենում ամեն տարի։ Բայց որքանով ինձ հայտնի է այդ ծիսակարգը սուֆիական այդ պտույտներով պարը իր մահվանից հետո է կարծես թե Չէ, գիտեք, սամայի պարը եղել է Ռումից առաջ, իսլամից առաջ, շատ ավելի ենթադրում են, որ հեթանոսական ժամանակաշրջանից է սկսել այդ ծեսը, այդ պարը եւ շարունակվել է եւ դա իհարկե պահպանել են սուֆիները եւ նոր երանգ են տվել, նոր իմաստ են տվել։ Տեսեք, այդ պտույտը այսպես է, հիմա ես ցույց տամ, ձեռքը միշտ պետք է վերև լինի դեպի արարիչ, դեպի Աստված։ Դու անդադ պտտում ես ու որպեսի հասնես այն մի կետին։ Ասեմ այդ Սամայի պարուհին, որ եկել էր Հայաստան, երբ իրեն հարցրի վերջին անգամ քանի ժամ ես պտտել, անընդմեջ ինքը ասաց 4 ժամ։ Եվ դա 4 ժամ։ Եվ դա վիճակից է գալիս, երբ հարցրի այդ ոնց, ասում եմ, տեսեք, դու կարող ես օրինակ մտնես խանեղա են ասում, այնտեղ որպես սուֆիները հավաքվում են, ասում եմ, բայց այնտեղ դու այդ էներգիան չզգաս, ասում եմ, ես մտա օրինակի համար այդ Կոնյայում, Թուրքիայում, մտա մի խանեղա, որպես այդ պտույտը անեմ, հենց այդ արարողության շրջանակում 3 րոպեից արդեն գլխապտույտ ունեի, բայց հաջորդ խանեղայում 4 ժամ պտտեցի առանց գլխապտույտի։ Իսկ ձեր տանը քանի ժամ պտտեցի։ Անընդմեջ, շատ հետաքրքիր է, ինքը սա էլ ասեմ, գուցե շատ հետաքրքիր լինի, իրենք սովորաբար միշտ ներկա են գտնվում այդ ծեսին, երբ իրեն հրավիրեցի, երկու Սամայի պարուհիներ են, իրենց հրավիրեցի, որ մասնակցեն, պետք է ինքը ընտրություն կատարել, որովհետև միաժամանակ եղավ շնորհանդեսը նույն ժամանակ էր, որը պետք է ինքը լիներ Կոնյայում։ Ուրեմն ասма վարպետիս ասացի, այս անգամ ոնց որ Հայաստանն է կանչում ինձ, ես նախընտրում եմ գնալ Հայաստան, մի տեսակ էներգիա եմ զգում։ Եվ երբ եկավ շատ ջերմ ընդունելության արժանացավ եւ ասում էր ես կարող եի իրոք նրանք որ ներկա են եղել զարմացել էին որտեղ ինքը անընդհատ պտտում էր եւ վերջում ասած շնորհակալություն հայտնեց այդ դրական էներգիայի համար որ հանդիսատեսը փոխանցեց իրեն որ ասում էր ես այսպիսի ջերմություն շատ քիչ եմ հանդիպել եւ այդ ջերմություն եւ այդ էներգիան ինձ անընդհատ տալիս էր այդ հնարավորությունը այո ասում եմ շատ կարեւոր է որտեղ որ դու կաս այդ ինչպիսի էներգիա ես ստանում դե իհարկե դա հատուկ ինքը այդ մեկը Ֆայզեր անունը ինքը նաեւ ուսուցիչ է այսինքն սովորեցնում է որտեղ Իրանում կան դասընթացներ, որ ինչպես պտտել, որ ինչ վիճակում պետք է հայտնվես, որ այդ սրտխառնոքը չզգաս։ Իսկ ընդհանրապես թարգմանության այդ գործընթացը ձեր մեջ որպես մարդու ու նաև որպես թարգմանչի ու գրողի ինչ որ բան փոխեց։ Շատ ճիշտ հարցեր, շատ սիրուն հարցեր։ Շատ մոտեցա Ռումին իմ կարծիքով եւ փոխվեց շատ բաների մեջ փոխվեց
ես առաջարկում եմ պայման շատ կարդալ Ռումի, չգիտեմ, շատ մի տեսակ ես զգացի այս ընթացքում ավելի հասունացա եւ ուրիշ կերպ սկսեցի նայել շատ հարցերին։ Դե պատկերացրեք, դե դրանից առաջ ուրիշ կերպ էի կարդում, այս անգամ շատ խորն էի կարդում եւ մի գազելը հնարավոր էր 10-20 անգամ կարդայի եւ ուղղակի զուտ իր խորհրդանշական իմաստը հասկանալու Այո, համար, եւ թե այո, ավելի այդպես ենթատեքստեր խորքերն ունի, էի որը ուզում գտնել, որտեվ ամեն անգամ կարդալիս ես մի ուրիշ ցալք էի գտնում եւ այդ ընթացքում շատ բաներ նոր էջեր էր բացվում կյանքի իմաստի առումով, որ մենք անընդհատ փնտրում ենք եւ շատ հարցերի պատասխան տալիս է Ռումին։ Եվ ասեմ այստեղ շատ կարևոր մի փաստ, որ միշտ ասում եմ, մենք հայ թարգմանիչներս, երբ ուզում ենք արևելյան պոեզիա, այդ թվում Ռումի եւ Հաֆեզ թարգմանենք, շատ բախտավոր ենք, որովհետեւ մեր լեզուն այնքան չնաշխարհիկ է եւ այնքան շքեղ է, որ ստեղծվել է հենց արևելյան պոեզիայի համար։ Հատկապես որ մենք դպրոցը ունենք աշուղական, գուսանական, ի վերջո Սայաթնովա ունենք, էլ չեմ ասում, ասենք մեր տաղարանը Եղեշե Չարենցի, որ իսկապես շատ մոտիկ է եւ հայերեն լեզուն եւ այդ մեր այդ աշուղական եւ գուսանական դպրոցը շատ ինձ օգնեց, որպեսզի ես վստահ եմ, որ օրինակ ուրիշ լեզուներով չէր կարող այսպես ոչ թե ասենք որովհետև ես շատ լավ թարգմանիչ եմ, այլ նրա համար, որ մայրենի լեզուն շատ մեծ հնարավորություններ տվեց ինձ ավելի ճիշտ թարգմանելու։ Բայց մի տարբերություն կա, գուցե սխալվեմ, մեր աշուղական վերջին շրջանի աշուղական պոեզիան, այսպես ասած, մի քիչ տարբերվում է այն ժամանակներից, քանի որ պակաս միստիկ է, պակաս հոգևոր է, չէ, ավելի կենցաղավարական, մարդկային հարաբերությունների եւ այլնի մասին է։ Մի քիչ ավելի մեր Սայաթնովան ավելի մոտ է, չէ։ Այո, բայց ավելի շոտ մեր գուսանական խոսքը հիմիկվա մասին չի, այլ ասենք Սայաթնովան եւ մյուս գուսանները, աշուղները, աշուղ Շերամ, գուսան աշոտ մոտիկ են Հաֆեզին, այսինքն հատկապես Սայաթնովան ընդհանրապես Հաֆեզ կարդացել է եւ գազելի ոճը, այդ ձևը հենց Հաֆեզի գազելից է ներմուծել, այսինքն կարդալու, այսինքն շատ մոտիկ է։ Ցավոք սրտի ուզում եմ այստեղ անպայման ասել, մենք Սայաթնովային հատկապես միշտ որպես երգիչ, սազանդար եւ աշուղ ենք դիտում, երբ քիչ է պատահում, որ իրեն որպես իմաստասեր եւ բանաստեղծ քննարկենք, ուսումնասիրենք։ Ես որովհետեւ Սայաթնովան իսկապես ունի շատ գեղեցիկ մտքեր, օրինակ աշխարհս մի փանջարա է, ինքը արդեն մեծ ասույթ է, որ դու նայում ես կյանքը քո պատուհանից, փանջարա դե պատուհան։ Քո աշխարհը այն պատուհանն է, որտեղից նայում ես։ Նազելի պատուհանը եւ իմ պատուհանը տարբեր պատուհաններ են։ Եվ տեսեք, այս մի խոսքի մեջ ինչքան մեծ իմաստություն կա, որ քո մեջ նույնը Ռումին ասում, ամեն ինչ քո մեջ է, աշխարհը քո մեջ է, դուրսը մի փնտրի։ Նույնը Սայաթնովան է ասում։ Իսկ թվում է պետք է մեր աշուղներին, հատկապես Սայաթնովային աբերարժևորենք որպես բանաստեղծներ, բանաստեղծ եւ սկսենք նոր ուրիշ ձև նայել։ Իսկ եթե փորձենք հասկանալ Ռումիի ամբողջ փիլիսոփայությունը, այս գազելները հաշվի առնելով, ինչի մասին էր հիմնականում, ինչ հաղորդագրություն էր այն փոխանցում, այն կարևոր բանը, որը դուք բացահայտել եք ձեզ համար ու գուցե մենք էլ մեզ համար բացահայտենք։ Տեսեք, ես անընդհատ պետք է համեմատեմ Հաֆեզին եւ Ռումին։ Հաֆեզի համար ամեն ինչ սեր էր, սերը վերջին կայարանն է։ Վերջին կայարան, Ռումիի համար սերը միջոց էր հասնելու տիեզերքի, այսինքն իրենց տարբերություն դա է եւ ամենակարևորը դա է, այսինքն սերը դա Ռումի գազելների մեջ միջնորդ է հանդիսանում, որպեսզի իր միջոցով հասնի կատարյալին, այն ճշմարտության, բացարձակ ճշմարտության։ Հաֆեզի համար հենց որ հասնում է սիրույնը, Հաֆեզ ասում է «Սեդայի սոխանը էշ նադիդամ խոշտար», սիրուց ավելի գեղեցիկ, քաղցր, ավելի իմաստուն խոսք էլ չեմ տեսել։
Բայց Ռումին ոչ, Ռումի համար սերը միջնորդ էր, կամուրջ էր հասնելու այն կատարելության։ Անընդհատ այդ բանաստեղծությունների մեջ կարելի է ինքը տեսնել, որ ինքը սերը որպես միջոց է ծառայեցնում կատարելության հասնելու։ Ջորջ, եկեք ամփոփենք մեր զրույցը, մեր հաղորդումն ավարտվում է եւ կուզեի ուղղակի ձեր կարծիքը լսել, օրինակ այսպիսի Հաֆեզի անունն եք տալիս Ռումին եւ դուք թարգմանել եք այս գրքերը, տեսեք տարիներ շարունակ արդեն 13-րդ դարի անցյալի հեղինակներ են, ինչու իրենց գործը այսպես չի վերարժևորվում այսօր, ինչու մարդկությունը, նույն Իրանի ժողովուրդը, այս նույն արևմուտքի ժողովուրդը, որ այդքան սիրում է, մենք նշեցինք մեր խոսքում, չի վերարժևորվում եւ չի նյութականանում, այսինքն չի մտնում մարդկանց կյանք, առօրյա, որ այսպես մենք պատերազմների ու էլի արհավիրքների միջով ենք անցնում։ Ունենց հարց եք տալիս, որ իսկապես խորհելու տեղիք է տալիս։ Ես այո, չկա պատասխան, որովհետև իսկապես ես մտածում եմ դա ինչ ասեմ, ասենք այդ գլոբալիզացիան այդ միտումները ամեն ինչ քայքայեցին, այսինքն եւ բայց մի բան ասեմ, որ Ռումին, Հաֆեզ եւ առհասարակ պարսկական պոեզիան շատ խոր արմատներ ունի Իրանի ժողովրդի կենցաղում։ Նրանք ապրում են այդ գազելների հետ, այդ բանաստեղծների հետ։ Տեսեք, յուրական ես կարծում եմ Իրանում տուն չկա, որտեղ չլինի Հաֆեզ եւ հետո Ռումի, դա մեծ նշանակություն ունի իրենց համար, բայց այո, առհասարակ, այսինքն չպատասխանեմ, բոլորս գիտենք ինչա կատարվում մեր, այսինքն այս նյութապաշտական այս նկարտումները ստվում է շատ արժեքներ են ոչնչացրել ոչ միայն այս ոլորտում, այլ եկեք ասենք օրինակ հիմա երաժշտություն, դասական երաժշտությունը եւ լիքը ուրիշ բաներ, ինչքան են զիջել։ Ինձ թվում է պետք է այսպիսի քայլերով, որ դուք եք անում, պետք է նորից հետ բերել, այնիշ որ ժամանակի ընթացքում գուցե կարողանանք հետ բերել մեր հասարակության մեջ, մեր իրականության, սիրո եւ համերաշխության մասին է ի վերջո խոսում Ռումին, չէ՞, այո, իհարկե, այսպես համամարտկային սիրո եւ համամարտկային համերաշխության մասին։ Ջորջ, ինչ կարող եք ավելացնել, եթե փորձենք ամփոփել գրքի հետ կապված։ Հաջորդ պոետը լինելու է, ինչպես ասացիք, Խայամը եւ էլի նույն այս շարքից։ Այո, Խայամը շատ ուրախ եմ, որ Խայամը կհրատարակվի, հուսով եմ, որովհետեւ Խայամը միջև ինչքան հրատարակվել է Հայաստանում, էլի միջնորդ լեզվից է եղել, հատկապես ռուսերենից, եւ առաջին անգամն է, որ մյուս գրքերից պես Հաֆեզի եւ Ռումի ուղղակի պարսկերենից է լինելու, բայց ասեմ, որ պատրաստ է նաև Ռումի հաջորդ գիրքը, Մասնավի կոչվում, պատումներ են, որ չգիտեմ, Եվրոպան եւ Ամերիկան ավելի շատ Մասնավին են կարդում, քան գազելները, հույս ունեմ, որ նա էլ Իսկ ինչու են ավելի շատ դա կարդում։ Շատ հետաքրքիր պատումներ են եւ շատ բաներ է սովորեցնում, շատ պետք է ուղղակի կարդալ, շատ մի տեսակ չէի ասել խրատական, բայց շատ իմաստուն պատմվածներ են, պատումներ։ Աֆորիստիկ այդպես այո, շատ պատումներ կան մեջ, մարդկային հարաբերությունների հատկապես վերաբերյալ եւ իրոք խորհելու տեղիք են տալիս։ Հույսով եմ մի օր Մասնավին էլ կհրատարակվի։ Շատ լավ, շնորհակալություն, հուսով եմ ձեր միջոցով մենք կկարողանանք առհասարակ իրանական մշակույթը ավելի ճանաչելի դարձնել մեզ համար, դա հնարավորություն է ի վերջո Իրանի մասին նախ եւ առաջ եթե խոսում ենք, առաջինը պոեզիայի մասին ենք խոսում։ Մի բան էլ ասեմ Նազելի, հիմա հակառակն էլ ենք անում։ Միայն շատ կարճ, որովհետեւ հաղորդումն ավարտվեց։ Շուտով հրատարակվել է նաեւ Չարենցը պարսկերենով Չարենցն ամեն, այսինքն հակառակն էլ
քայլեր ենք ձեռնարկել։ Հակառակը Այո, Չարենց թարգմանության։ առաջին անգամ թարգմանվել է պարսկերեն։ Մենք առիթ կունենանք այդ մասին նույնպես խոսելու եթերում։ Շնորհակալություն Ջորջ, սիրելի ռադիո լսող, իմ հյուրն այսօր բանաստեղծ, թարգմանիչ, գրող Ջորջ Աբրահամյանն էր։ Մենք խոսում էինք Ռումիի մասին, Ռումիի նոր թարգմանության մասին։ Զրույցը վարեց Նազելի Օհանյանը, կհանդիպենք։ Վերնատուն